Ալիքային ֆունկցիայի կոլապս։ Նախորդ դասում մենք մի հատ հայտարարություն արեցինք կամ արտահայտություն ալիքային ֆունկցիայի հետ կապված, ասացինք, որ ոչ ալիք եւ ոչ ֆունկցիա, հետաքրքիր է։ Ավելին, ինքը վեկտոր է տարածության մեջ։ Դասի սահմանում տվեցինք, հիշեցնեմ, որ այսպեսի մի հատ վերնագիր ունենք, քվանտային սուպերդիրք տեխնոլոգիայից ավելի շուտ մենք անցել ենք նաև Շրոդինգերի հավասարումը, այս Շրոդինգերի հավասարման ժամանակ ալիքային ֆունկցիայի մասին իր նկարագրությունը առաջին, նրա ալիքայնության նկարագրությունը, նրա ֆորմուլաները կլասիկ ձևով, այսինքն կլասիկ մեխանիկայի միջոցով, դա կլինի Մաքսվելի հավասարումներ կամ Նյուտոնի հետ կապված եւ փորձենք այդ ալիքային ֆունկցիայի մասին խոսել։ Կոլապս։ Ուրեմն մենք ասենք, որ ոչ ֆունկցիա, որ մասինքն ինքը վերացական աբստրակցիա է, ինչ է կոլապսը։ Դե մենք մեր տեխնոլոգիաներով ձեզ ասել ենք, որ ալիքային, կարճ ասած, երկճանապարհային կամ դուալիզմը միկրոաշխարհում եւ ալիքային եւ ոչ ալիքային համակարգում, այսինքն ալիքային է եւ կորպուսկուլյար է, մեր միկրոաշխարհում գլխավոր դերն է խաղում։ Հիմա նախորդ դասին մենք superposition, սուպերպոզիցիա երևույթն անցանք։ Եվ ստացվեց, որ այդ սուպերպոզիցիան կամ սուպերդիրքը հայերեն ես պետքա կանգնացնեմ։ Ոնց ենք որոշել, ինչպես ենք որոշել, Կոպենհագեն անուն ենք տվել։ Մենք ասել ենք, որ երբ որ մենք նայում ենք երկճեղքվածքային տեխնոլոգիաներում, ապացուցվածը դա է, եւ ֆոտոնը եւ էլեկտրոնը, հիմնական էլեկտրոնը ավելի առկա, ապա երբ նայում ենք, ինքը դառնում է կորպուսկուլյար, իսկ եթե չենք նայում, ինքը ալիք է մնում եւ ինտերֆերենցիա ցույց տալիս։ Ահա այդ նայելու տեխնոլոգիայի փիլիսոփայություն ասեմ իր սահմանումը մաթեմատիկական, կոչվում է անուն է ստացել կոլապս։ Ինքը ընտրում է ինչ-որ մի դիրք, հետաքրքիր է հաշվիչ տեխնիկայում կամ քյուբիտներում կամ ինֆորմատիկայում, բանում, IT-ում, ինքը վեկտորի ձևով մի ուղղությամբ կկանգնի, 0 կամ 1 հետաքրքիր է, ինքը վեկտոր է, բայց կանգնում է 0 կամ 1։ Ինչևիցե մենք դա կանվանենք կոլապս։ Ուրեմն ալիքային ֆունկցիայի կոլապսը դիտողի դերից ենք նայում եւ չափման ժամանակ սուպերպոզիցիայում քվանտային վիճակում գտնվող էլեմենտը, մասնիկը, քվանտային աշխարհի համակարգը դասական վիճակ ընդունում, մեր ուզած վիճակը 0-1, այսինքն մենք հինը Նյուտոնը, Մաքսվելը եւ դասական ֆիզիկա ընդհանրապես այս տարանջատումը, ինչպես հասկացանք, արդեն 100 տարեկան է այդ ֆիլոսոֆիան քվանտային մեխանիկայի շնորհիվ, տարանջատումը տեղի է ունեցել։ Ինչն է հետաքրքիր, Կոպենհագենում բարդ խնդրի լուծման տեխնոլոգիայի շատ գիտնականներ, շատ թեզերով տալով, Կոպենհագենում վերջապես եկան ընդհանուր հայտարարի 27 թիվն է 1900, մոտավորապես կարող սխալ հիշեմ, Բորը եւ Հեյզենբերգը շատ հզոր պայքարի մեջ են եղել, ասեմ, որ Հեյզենբերգը Բորի աշակերտն է եղել, կամ ավելի շուտ երևի դասա խոսում, ոնց կրայինք չգիտեմ։ Ուրեմն Կոպենհագենում վերջապես իրանք երկուսով եկան այն եզրակացության, որ դիտողի դերը կդառնա գլխավորը իրանց միացնելու համար։ Հետաքրքիր է, Բորը ասում էր, եւ իսկապես Էյնշտեյնի հետ միշտ վեճերի մեջ էր, որ քվանտում մեխանիկան լրիվ է, որ ոչ դետերմինացված է մատերիան եւ այլն, Էյնշտեյնը դրան հակառակվում էր, որի մասին մենք էլի կխոսենք կամ ում մասին։ Բորը ուներ պրինցիպ դոպոլնительности եւ ռուսերեն ասեմ ինքան լավ է հասկացվում, հայերեն լրացուցիչություն, այդպիսի միտք ուներ ինքը, արագ ասեմ, դրա մասին մենք չենք խոսացել, այս վարքյանին երևի դա տեղին է։ Բորը ասում էր, որ միաժամանակ միկրոաշխարհում չի կարող երկու վիճակ լինի, ասենք կամ կորպուսկուլյար պետքա լինի, մյուս էլ չի կարող կյանքում լինի։ Մեկը մյուսին լրացնում է,
կամ պետք է ալիքային լինի, մյուս էլ չի կարող լինի։ Ահա այս ինքը անորոշ վիճակ է լինում, ինքը որ ապրում է անորոշ է ապրում։ Այս երկու վիճակներից մեկը ինքը ընտրում է նայողի պարզակա հետ կապված։ Ինչևից է, ինքը ուներ պրինցիպ дополнительности, այդպիսի բան ինքը ուներ։ Եվ Գեյզենբերգի մասին արդեն խոսացել ենք։ Հեյզենբերգի անորոշությունը ըստ ինձ առաջի տեղում է, որպեսզի քվանտային մեխանիկան մեզ հասանելի դառնա պարադոքսները լուծելու համար։ Հեյզենբերգի անորոշությունն էլ ասում է, ասենք արդեն կրկնեմ ուղղակի, որ միաժամանակ չեք կարող մեծ ճշտությամբ հաշվել եւ մասնիկի իմպուլսը եւ նրա կոորդինատները, կամ են կարող եք շատ ճիշտ հաշվել, կամ են, այդ դուալիզմը նույնպես այստեղ կա։ Ինչևից այս երկուսով նոր արդյունքի հասա, պարզ է Շրոդինգերի հավասարումը, Բրոյլի որ տեսությունը, որ մասնիկ էլեկտրոն նույնպես ալիք է եւ այլն, մեծ ճանապարհ են անցել։ Նույնիսկ Էյնշտեյնը entanglement-ը մտցրել, որպեսզի ապացուցի, որ քվանտային մեխանիկան այդքան բավարար չի, կանցնենք։ Ուրեմն դիտողի դերը ավելացրեցին, շեշտեցին, մեծ տոկոսայնություն տվեցին կարևորության եւ ասեցին, որ ալիքային ֆունկցիան կոլապս կլինի, միշտ կոլապս է լինում, կոլապսը իրանք չեն հնարել եւ դիտողի դերը դարձրեցին շատ կարևոր այս հանգամանքում, ընդհանրապես մատերիայի ճանաչման, տիեզերքի ճանաչման տեսակետից, եթե լուսնին չես նայում, ուրեմն չկա Էյնշտեյնն ասել։ Ուրեմն ինչ, որ լուսնին չենք նայում, ինքը չկա։ Խոսքը մակրոաշխարհի մասին է, էլի։ Միկրոաշխարհում գոնե այդպես է։ Ինչևից է, կա այդպիսի դուալիզմ, կա այդպիսի հակասություններ, մենք արդեն կոլապսը հասկացանք ինչ է։ Ավելի շուտ մի հատ սկզբունքներ ասեմ, նոր ավելին։ Ուրեմն հիմնական սկզբունքները, որ մենք ասեցինք, նորից նշենք կոլապսի հետ կապված։ Ուրեմն չափումից առաջ քվանտային համակարգ, օրինակ էլեկտրոնը, նկարագրվում է ալիքային ֆունկցիայով, ոչ ալիք էր, ոչ ֆունկցիա, մաթեմատիկական ֆորմուլա է, որը Շրոդինգերն է առաջարկել, փսի է անվանել, արդեն անունից հասկացվում է, որ մենք իրան անգիրենք ընդունել ենք, փսի է, ուրեմն ալիքային ֆունկցիա, ալիքը հեշտ էր, ալիքը արդեն ուսումնասիրված էր, Մաքսվելը արդեն էլեկտրոմագնիսական ալիքները լրիվ ֆորմուլաներով ստացել էր, այսինքն ալիքը կլասիկ ֆիզիկայում նորմալ էր, նա նկարագրելի է, նա հասկանալի է եւ նա ֆորմուլաներ ունի, այդ ֆորմուլաները գնացել Շրոդինգերը կիրառել է եւ ինքը չի ընդունել, որ ոչ դետերմինացված է տիեզերքը սկզբից, հետո համաձայնվել է դրա հետ։ Մենք արդեն դրա մասին խոսացել ենք, մենք նշել ենք, որ փսին, այդ ալիքային ֆունկցիան, որը մաթեմատիկա է, ոչ ալիքա, ոչ ֆունկցիա, ունի այսպիսի ֆորմուլա, դրա մասին արդեն խոսացել ենք։ Մեզ մոտ, եթե կոպիտ գրենք առանց ալֆայի կամ բետայի, 0 կամ 1, սա հիմնային վիճակներ կլինի, օրինակ էլեկտրոնը սպինը վերև կամ էլեկտրոնը սպինը ներքև։ Ստացվում է, որ սպինը վերև նորմալ կլասիկ 0 1 է, սպինը ներքև, վերև ներքև պարզ է, թե որը կնվեսենք 1 0 կարևոր չի։ Ինչևից է, սա ունի հիմնական base վիճակ, այսպիսի վիճակ, հենց որ մենք տանք սենց 0, սա նշանակում է 0 է, բայց քվանտային, բայց իսկական 0 է։ Երբ որ տանք սա մեր ծրագրավորման ժամանակ, բրեկետներով, այսինքն բանով, փակագծերը հատուկ է։ Սա էլ է քվանտային, բայց իսկական 1։ Եթե 0-1 գրենք, կլինի կլասիկ 1, տենց կլինենք։ Եվ ալֆա բետան հավանականություններ են, քառակուսայնությունը պաշտպանված է, նորմալիզացիան պաշտպանված է, գործակիցներ են ստանում, այդտեղ մենք վեկտորի ամպլիտուդման խոսենք շատ չափավոր հեշտ։ Մենք ստեղ իրավունք չունենք դռներ ծեծենք, որոնք կբարդացնեն այն էլ առանց այն էլ այդ բարդ համակարգ։ Մենք տանում ենք IT չմոռանանք։ Շատ լավ superposition-ը։ Եվս մի անգամ կրկնեցինք, կոլապսից առաջ ինքը լինում է superposition, հենց կատարում ենք չափում, ալիքային ֆունկցիան վերջապես կոլապսում է։ Նայեցինք, տեղը որոշեց, թե ինքը ով է։ Եվ կոլապսի ժամանակ պարզ է
Հավանականություններով է որոշում, 0-ի հավանականությունը սենց է, 1-ի հավանականությունը սենց է, սրանք հավասար են, թե ալֆա բետան նույնն են, օրինակ, եթե ես կոլապս եմ անում 50% հավանականությամբ, այդպիսի գեյց կա, այդպիսի էլեմենտ կա, այդպիսի սխեմայի վենտիլ են ասում երբեմն, մենք փոխանջատիչ էլ կարող ենք ասել, ինչ է քվանտային, քյուբիտային, ադամար կամ հադամար, մաքուր 50% է տալիս, ինչևից է, կոլաբորնակ այդպիսի դեպքում ինքը ալֆա բետան կընդունի մեկը բաժանատարմար 2-ի, որսի քառակուսի հավասարում այս պաշտպանվի հավանականային և նորմալը, ֆորմուլա մի հատ ներկայացնենք, ուրեմն չափումը ներկայացում է պրոյեկցիոն օպերատորով, այսինքն ինչ է ստացվում, որ եթե ես ցանկանում եմ չափում կատարեմ, ապա չափումը ներկայացում է պրոյեկցիոն օպերատոր անունը M measurement չափել բառն, այսպեսի մենք նույնիսկ gates ունենք, այսպեսի փոխանջատիչ կամ հրաման, քվանտային, հրամանները gates են կոչվում երբեմն, այսինքն այսպեսի սխեմային համակարգ, և այս ֆորմուլան կարանք ընդհանրապես չնայենք, ուղղակի մենք տեղյակ ենք, որ ացանցիալով և այլն ոնց է շտրիխով գալիս, ինչն է հետաքրքիր, որտեղ M0-ն այս հասկանալի չի, 0-ն հակադարձելի է և կոչվում է զուգորդություն, զուգորդված, 0-1-ը 0-ի, տեսեք այս 0-1-ը, այս փակագծով, սրա զուգորդված տեսակն է, ուրեմն հերմիցյան conjugate է կոչվում, կամ անգլերեն լավ չասեցի, base լինիան, այսինքն base 0-ն ինքը զորական այդ վիճակը զուգորդված է ինչ հավանականությամբ, այս է, այս ֆորմուլան այդքանը բավական է, բացարձակ անգիր մասը, երբեմն կարելի է այս օպերատոր համանել սրան, այսինքն մոտավորապես M-ը օպերատոր համարել, բայց measurement օպերատորը M-ը 0-ի դեպքում այս հավանականությամբ, մաթեմատիկներին բարև, այսքանով մենք շնորհակալ ենք, որ ինչ-որ ֆորմուլա եք տվել, որը մեզ հասկանալի չի խորը, ինչու քառակուսի արմատ, ինչու այսպիսի արտադրյալներ, ինչու զուգորդվածություն մենք անցնելու ենք Q-sharp-ի հրամաններում այդպիսի տեխնոլոգիա կա, հրաման կա, ոնց ենք զուգորդելու, և կտեսնեք, որ այնտեղ հասկանալի կլինի ինչ է կատարվում։ Շատ լավ, ուրեմն կոլապսը մենք հասկացանք ինչ է, ֆորմուլա բերեցինք չափումը ներկայացնելու ձևը և օրինակ ցույց տանք, խնդրեմ, արդեն մենք դեռ հրամանները Q-sharp-ի չիմանալով, մենք հրամանները օգտագործում ենք, սա նախնականն է իր hello world-ով, եթե չեք մոռացել, եթե աշխատեմ ինքը hello world-ը կտա quantum տեսակետից, իսկ եթե ես հիմա copy paste անեմ, տեսեք, տվեց hello world-ը, ասեմ աշխատող է կոմպիլյատորս, Ctrl+A-V, և սկսեմ ծրագիրը նայել, շատ հեշտ է ինքը, շատ, հիմա նայեք, namespace, էլի մյուս լեզուներին համընկնող մաս կա, և սա անունի տարածքը որտեղից է օգտվում, ինչքան գիտեմ, ես մի անունի տարածքը այս օրինակում չկա և entry point եվս կրկնենք, operation կամ function մենք կանցնենք, սա ցույց է տալիս ինքը callable, այսինքն կանչել իրեն, մենք ֆունկցիա կանչել ենք կամ երբևիցե տեսել, ինչևիցե, վերադասնող տիպը, այսինքն ինչ է իրանից ներկայացնում, unit տիպի է, չենք խառնվում, դեռ շատ պարզից using ենք անում, using տեխնոլոգիան, այստեղ էլ կա disposable տեխնոլոգիա, C#-ից է վերցրած, ռեսուրսները, կարճ ասած մաքրելու տեխնոլոգիա, բայց դեռ using-ը թե քվանտների հետ ինչ անում, դժվարում եմ ասել, բայց C#.net-ում using-ը կա, տարբերվում է մյուս using-ներից, օրինակ այնտեղ ստեղ էլ using, ստեղ լավացրած է, using-ը դա ռեսուրսների հետ հարաբերություն պաշտպանելն է, բայց քվանտներում դժվարում եմ ասեմ C#-ի տեխնոլոգիան ինչքանով այստեղ բռնում, ինչևիցե մի հատ qubit ունենք, qubit անվան տակ, ինքը 0 է դնում, ահա երբ որ դուք իրան ստեղծում եք պայմանավորվածություն կա absolute 0, այսինքն մեր նշած այս 0-ն, միտեղ նշել եմ, այսա հիմնական վիճակ է կոչվում, հիմնարար վիճակ է կոչվում, այսինքն մեզ մոտ qubit անվան տակ
Հիմնարար 0, բայց cubic 0, սովորական կլասիկ 0 չի։ Ստեղ գրած է։ Տեղադրենք հադամար, չգիտենք ինչա։ Հադամարը կամ հադամար երբեմն ռուսերենով է հնչում, սուպերպոզիցիա ստեղծելու առաջի հրամանն է։ Գուցե վերևները ասել եմ, լավ չեմ հիշում, բայց եւս մի անգամ իրան կրկնենք կամ կարող է առաջի անգամ է։ Ըստ իմ տեխնոլոգիաների կտեսնենք, որքան գիտեմ նախորդ դասում superposition-ում կար։ Ինչևից է, տեսեք, երբ որ սենց խթիր ենք տալիս, մեր քյուբիտ փոփոխականի տակ գտնվող բիթը էլ 0 չի, իսկական, բայց քյուբիտ։ Ինքը օդում կախված վեկտոր է, որը անվերջ վիճակներ ունի։ 0, 1, 0, 1, 0, 1, ես չգիտեմ քանի տոկոս։ Եթե հաշ ենք կիրառում 50% է, որը վերևի օրինակում կա։ Տեսեք, սենց, օրինակ, եթե ես հադամար կիրառեմ, այս ֆորմուլան կաշխատի, եւ ինքը այս ֆորմուլայում ալֆա բետան կդնի մաքուր այս ֆորմուլայի տակ 1 բաժանած քառակուսի արմատ 2 եւ 50% աշխարհի ամենա ազնիվ արդար 50%-անոց վիճակագրությունն է։ Պարզա, ուրեմն այսպիսով քյուբիտը ես երկու վիճակներն է հավասար պայմաններում, 0-ն էլ է 50%, նա է։ Ինչ ենք անում հաջորդը։ Պարզ օրինակ m։ Մենք ասեցինք, որ չափելը measurement, այսինքն m-ը, որը որտեղ ֆորմուլա ունենք m-ի հետ կապված, չափումը measurement operator-ը կոչվում, m0 այս հավանականությամբ է չափում։ Տենց նայենք, էլ m0-ը տեղադրում ավելի շուտ, տեղադրում է այդ չափումը։ Մանրամասով մենք ցանկացած այս պարզագույն օրինակներին հետագայում դուք նայելու եք եւ ժպտակ դրական իմաստով, եւ վերջ խնդիրը լուծված է։ Այսինքն մենք 50%-անոց կոլապս արեցինք, կոլապս եղավ, ինքը 0-1 դարձավ, ահա եւ նա դարձավ քվանտային վիճակից կլասիկին մոդ վիճակ 0 կամ 1 եւ կլասիկ մեսեջով այսպես մենք կարող ենք տեսնել, այսինքն կլասիկ հրամանով մենք իրան կարող ենք տեսնել։ Պարզա մենք արդյունքը կտպենք, եթե 1-ը կտպենք 1, հակառակ դեպքում 0, հիմա մենք կաշխատացենք կտեսնենք 1-0-ն հաճախ փոխարիների են դառնում եւ շատ կարեւոր բան, հետագայում է մեզ պետք եւ հիմա ինքը մեզ պետք չի։ If ենք անում կլասիկ ձևով, ասի կլասիկ չէ, Q-sharp-ի հրամանները վերցրած C-sharp-ից կամ մնացած լեզուներից։ Result-ը եթե 1-ը անպայման շրջել 0-ը մեզ պետք, մեզ ապագայի համար։ Եթե քյուբիտները դուք զրոականով չեք շարունակում ծրագրավորումը, ինքը որոշ դեպքերում մեկ է runtime error է տալիս։ Ասում է ինձ 0-ների բերեք, վերջացրել ես գործը ինձ հետ, 0-ի բեր, որ ես էլի գրամ superposition, հետո էլի կոլապս լինեմ։ Եթե 0-ի չբերես, ապա իմ կոլապսի տեխնիկական միջոցները լավ չեն աշխատի։ Ինչևից է 0-ի բերել, x-ը ըստ x կոորդինատի Paul X-ա կոչվում, մենք կանցնենք parse-ա, ըստ x կոորդինատի ֆազային շեղում կամ ոչ մոտեցում անգիր ենք անում դեռ, ինքը նենա, այսինքն շրջել, if, եթե 1-ա շրջել, եթե 1 չի, ոչ մի բան էլ չանել, հա, եւ օրինակ վերջացրած համարենք։ Տվեց երկարքը քուբիտ կոլապս է եղել 1 նորից գիծը դրած է, տեսեք քուբիտ կոլապս 1, շատ լավ, նորից էլի 1, այս մարդը մեզ հետ չունի, ահա էլի 1, թուզբեկ, պետք է օրենքով 0-ի գար, բայց չի գալիս, պետք է գա, ինձ հետ ինչ է կատարվել, չգիտեմ, մոտավորապես մի հատ կստա, հետա 0-ն եկավ, հավանականությունը պետք է լինի, կլասիկ կամպյուտեր աշխատում է ոչ կլասիկի հետ, պրոբլեմները տեղ առաջանում, որտեղ ստեղ այս հրամանները չի կատարում քվանտովի կամպյուտերը, էմուլյացիա է իմ կամպյուտերը, իմ կամպյուտերը միջնորդ է, էմուլյացիա ռեժիմում ինքը հենց էլի նա 50% չի 100%, դրա համար 0-ն տվեց, այսինքն մենք իմ նոթբուքը կլասիկ է, բացարձակ իմ ձեռքը չկա քվանտային $100 միլիոն կամպյուտեր, համակարգիչ ավելի շուտ։ Շատ լավ, փորձենք զուգահեռացնել նախորդ օրինակը մի քանի չափում կատարելով, այսինքն չափումները շատացենք, փորձենք տեսնենք ինչպիսի կոլապսը ինչ վիճակն է մնում հաստատում կամ որ վիճակը, այս երկրորդ օրինակը եւ դրանով վերջացնենք։
նայենք նկարագրում եմ namespace-ը կա, open-ը մեր հին using-ն է, as using-ը այն հինի dispose տեխնոլոգիան է, resource-ն հետ կապված, operation ամեն ինչ ասեցի, սուպերպոզիցիա ենք հայտարարում, Adamar qubit, վերցնում ենք qubit-ը, այսպես first ենք անում, ենք երկու անգամ m պետք է տանք, երկու անգամ չափելու ենք, մի անգամ էլ ենք չափելու, first result-ը տալիս ենք, second result ենք վերցնում, էլի մենք իրան չափում ենք, ձեր կարծիքով, ու ես կպատասխանեմ դրան, ինքը նույնը կտա, թե չէ անպայման, որովհետև ինքը եթե կոլապս է եղել, չափվել է և մեկ է եղել, միշտ մեկ էլ կպահի, այսինքն երկրորդ չափումը առաջ կոլապս եղածին կնայի, պարզա մենք վերջում էլ իրան կշրջենք, եթե one է տվել, որի ապագայում, սա դեռ մեզ պետք է նույնիսկ սա հանելը, մեզ չի խանգարում, ինքը այս ծրագրում կտեսնեք, ինքը կաշխատի, ինչևից է, մի քանի փորձարկում իմ կլասիկ կամպյուտերով, որը առաջի թարգմանությունը չգիտես ինչու դանդաղ անում, ահա, 1-1, նորից, էմուլյացիա սա, 1-1, ես 4-5 անգամ չեմ ուզում անեմ, 3 անգամ 1-1, մի false էի ուզում, կամ 0-0 եմ ուզում, չի տալիս, ինքը 0 էլ իրավունք ունի տա, բայց 1-1-ով նստում, 0-0, վերջապես, էլ եմ ասում կլասիկ կամպյուտերը, դեռ չի նշանակում, որ քվանտային ծրագրավորումը դրան այդտեղ տալով մեզ հնարավորություն, մեզ կուղեկցի ամենաճշմարտագույն ձևով, ամփոփում և վերջ, ալիքային ֆունկցիան, կոլապսով տեղը որոշում է դիտողի, մեր հենց հիմա միասին m-ով արեցինք, դիտողի միջոցով ինքը կոլապսում է 0 կամ 1 վիճակ,